Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել Հայաստանին։ Դու ելեղներ, դու էլ այդ վիճակի մեջ։ Ես ելեղնե, ես էլ։ Հեմի հարտար մակուր մարդ չկա։ Եթե ղեկավարը խապեց ժողովրդին, դա ղեկավար չէ։ Ինքը կաշառակեր չէ։ Ինքը տրիլիոններ չունի։ Սահկակը աշխատել է մեծ ավտոնի։ Բայց Նիկոլ Փաշինյանի կնիգը աղջիկը 300-400 հազարանոց ավտո են քշում։ Դա ուրդից է փողը։ Փողը ուրդից իրանց։ Թալանջի չէ։ Թալանջի չէ։ Լուբոյ ղեկավարը ով կրի։ Ես մեր բանը թալանջի չէ։ Թալանջի կա, երկու տեսակ, ժողովրդին նայում է, քեզի բավարարում է, նոր մնացած իրանք վերցին, իշխոր առաջ եղել են կոմունիստները։ Բոլոր դեպքերում միջազգային հարթակներում ինքը պետք է ամեն անգամ, ամեն օր, ամեն վայրկյան, ամեն րոպե միջազգային հարթակում ներկայացնի հայ ժողովրդին, հայ ժողովրդի պատմությունը եւ նրա նկատմամբ մեր ժողովրդի նկատմամբ ցույց տված միջազգային հանրության անտարբերությունը, միջազգային հանրության գործերը, որոնք կեղծ են, որոնք շինծու են, այդ բաները ինքը շատ քիչ է շեշտում իր ելույթներում, իր միջազգային հարթակում ունեցած ելույթներում բացարձակ ինձ դուր չի գալիս, որտեղ մենք հայ ենք, մեր հայի գենը պետք է պահպանենք մենակ մեր պատմությունով։ Հստակ չի, դեռ բոլորին կանեն խառնել, բոլորը ասածները սուտ է, որ ոչ մեկին էլ չի կարելի հավատալ։ Ես չեմ կրասել։ Ես ոչ մեկին չեմ հավատալ։ Դու խաղաղությունը բերի առանց այդ մարդիկն արդեն իրանց ուզածներ ներեցին, ցախ տերիտորիաներն առանց, հիմա էլ իրանք ես մի բանի կարիք չունին։ Իրանց էլ ինչին է պետք պատերազմը Ադրբեջան։ Ինչի մարդ է պատերազմն է, քանի որ ցախ բանից հետ վերցրել է։ Ղարաբաղից հետ։ Էլ այդ մարդը ուրիշ բան կարիք չունի, մի խաղաղություն սկսեիք է։ Ինչ են ստիպված այդ բերել է։ Խաղաղություն բերելը գիտես ինչ ձևի է։ Փոխարինաբար Գերմանիան է սովետական միության հետ դաշինքուներով իրա վրա չարցակվեր, բայց հաստակվա։ Սխալ քսեմ։ Դուք փոքր եք չգիտեք, բայց մենք շատ բաներ ենք լսել։ Մենք չենք եղել ժամանակ, բայց իմ հերս է պատմել, մյուսներն են պատմել։ Խաղաղությունը պես բան է, որ ես որ երկու խաղաղ եմ եկուտ չէ։